Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Ազգային ժողովի նախագահի հետ երեկվա միջադեպից հետո քննչական կոմիտեն խուլիգանության հոդվածով վարույթ է նախաձեռնել, նշելով միայն քաղաքացու անունը։ Հայհոյանքներ փոխանակած Միքայել Մարգարյանն ու Ալեն Սիմոնյանը երկուսն էլ տեղի ունեցածը սադրանք են որակում։ Թիկնապահները արդեն ինձ հրում էին, մեկը արդեն ձեռքը սրոլորում, այդ պարագայում իմ խոսքի մեջ հնչել է բանտերի մեզ քնելու արա։ Նման դեպքեր, ընտրությունները մենք ինչքան մոտենանք, այնքան շատ է լինելու։ Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները երկրորդն այս ամսվա ընթացքում։ Եվ կարծում եմ այդտեղ խնդիր չի լինի։ Արայիկ Հարությունյանը վստահ է, նոր սահմանադրությունը առաջին իսկ հանրաքվեով կընդունվի։ Փաշինյանը երեկ խոսել էր չհաջողելու դեպքում հանրաքվեն կրկնելու հնարավորության մասին։ Մենք կգնանք մեր ժողովրդին, կհամոզենք, կբացատրենք։ Տարվա սկզբից արդեն երրորդ միջադեպն է գրանցվել Վարդենիսի զորամասում։ Ինքնասպանություն, սպանություն, հիմա էլ դանակահարություն 3 վիրավորներով։ Ինչ է կատարվում այս զորամասում։ Դոնալդ Թրամփը ևս 10 օրով հետաձգել է հարվածները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունների մասով հակասական տեղեկություններ են ստացվում։ Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող զույգը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Ազգային ժողովի նախագահի հետ երեկվա միջադեպից հետո քննչական կոմիտեն խուլիգանության հոդվածով վարույթ է նախաձեռնել, քիչ առաջ նաև հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել, բայց միայն քաղաքացու Միքայել Մարգարյանի նկատմամբ։ Ալեն Սիմոնյանի մասին ոչ մի խոսք, մինչդեռ երեկվա միջադեպի ժամանակ լսվում է հայհոյում են երկուսն էլ, թե Մարգարյանը, թե Ազգային ժողովի խոսնակը։ Երկուսն էլ միջադեպը սադրանք են համարում։ Ազգային ժողովի նախագահի հետ երեկվա միջադեպից մեկ օր անց քննչական կոմիտեն խուլիգանության հոդվածով վարույթ է նախաձեռնել, ընդ որում որպես խուլիգանական արարքի ենթադրյալ հեղինակ նշվում է միայն քաղաքացի Միքայել Մարգարյանի անունը։ Մինչդեռ երեք մեծ աղմուկ հանած տեսանյութում Ալեն Սիմոնյանը ևս հայհոյեց, պատասխանելով Մարգարյանի հայհոյանքին։ Ոստիկանությունից քննչական ուղարկած հաղորդման համաձայն Մարգարյանը 3 խուլիգանություն է արել, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հայհոյանք եւ անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել։ Ալեն Սիմոնյանը խիստ արձագանքեց, անցավ մի անգամ դույից հետո հետևեց Տարեկ Սրան, որից հետո իհարկե ասի վախենում ես։ Ինքը ասեց, հա գիշերները չեմ քնում, ասի այո դու պիտի գիշերները չքնես։ Մարգարյանը միացել է անհետ կորած զինվորների հարազատներին, որոնք մի քանի օր է խորհրդարանի դիմաց պահանջում են հրապարակել Ազգային ժողովի գաղտնի բաժին ուղարկված զեկույցը 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին։ Պատմեց, որ իշխանական տարբեր падգամավորներ են իրենց մոտեցել, երեկել, երբ նկատել է Ազգային ժողովի նախագահին, որոշել է մոտենալ, հարց տալ զեկույցի թեմայով, բայց մերժում է ստացել։ Իսկ ինչու հայհոյեց։ Դե խոսակցականի մեջ ինչ թաքցնեմ, հիմա այդ կարգի հասկանում եք, որ սադրիչ գործողություններ նրա կողմից Տարեկ Սրանը արդեն եւ ինձ արդեն հրում էին թիկնապահները արդեն ինձ հրում էին, մեկը արդեն ձեռքը սրոլորում, այդ պարագայում իմ խոսքի մեջ հնչել է բանտերի մեզ քնելու արա։ Այս արային Ալենը արձագանքում է արան պապատա, ինչին համապատասխան իմ բարոյական դռները բացվեց եւ կարայի շատ ավելի շատ ասեի, ասեցի այն ինչ որ ասեցի։ Մարգարյանն այսօր Ազատությանը պատմեց, որ ցերեկն իր բնակարան են փորձել մտնել ոստիկանները, թե ինչի համար չեն պարզաբանել։ Ես մոտ ոստիկանություն նայեք է, հիմա մեր տուն եկել են հասել են մեր բակ առանց իմ թույլտվության։ Նա թույլ չի տվել, նրանք էլ հասցե են հարցրել ու հեռացել։ Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ ընտրություններին ընդառաջ հաշվառումներ են անում, նաև այցելում տներ։ Նորից էլ ասում ես, հասցեն է հետաքրքրում։ Ձեզ հասցեն է հետաքրքրում։ Միան հարևաններից իմացեք, խնդրում եմ։ Շնորհակալություն ձեզ։ Իրանք առանց ներկայանալու մտան բակ եւ կարծես թե փորձում էին մտնել տուն։ Ես միացրել եմ։ Ոչ մի բան, մեկը ներկայացավ, մյուսն էլ հերվից ժետոն ցույց տվեց։ Հետո ես միացրեցի ձայնագրությունը, խնդրեցի նորից ներկայանալ, չներկայացան։ Խնդրեցին ինձ ներկայանալ, ասի ինչի հիման վրա, բացա որ հասցեն, ասում ինչի համար եք հարցնում, ինձ ասեք ես իմանամ ինչ եմ պատասխան։
Հասցեն ենք ուզում իմանալ։ Ազգային ժողովի նախագահն իր հերթին երեկվանից ոչ թե արդարանում է, այլ պնդում, իր նկատմամբ կազմակերպված սադրանք է եղել։ Հերիքա մեզ դեմ տակ այդ դուք դաշտոնյա եք, դուք բանեք ազգային ժողովի նախագահ եք, հերիքա այդ դեմ տակ եւ համարեք, որ կարելի է Ալենին, մյուսին ամեն ինչ բանալ չի լինելու։ Սիմոնյանը պնդեց, գիտի թե ով է ուղղորդել Մարգարյանին, բայց չմանրամասնեց։ Այսինքն գալ որդեկորուստ անհայտ կորածների, ծնողների, բարեկամների մեջ խառնվել եւ քաղաքական նպատակ հետապնդել, գալ հեռախոսը միացնել եւ հեռախոսի ու նույն տեղից ուղիղ եթերով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահային սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, բանա, ես այդ ոնց ասեմ, ես քաղաքացի չեմ։ Սիմոնյանի կարծիքով միջադեպին կարող են գնահատական տալ իրավապահները, քաղաքացիները եւ իր հարազատ կուսակցությունը, իսկ կուսակիցներն այսօր միաձայն էին։ Սիմոնյանի վարքագիծը կուսակցության ներսում քննելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար, քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ Արայիկ Հարությունյանը համաձայն է, որ տեղի ունեցածը սադրանք էր։ Հարությունյանը միաժամանակ կարծում է, որ թե իրենք, թե մյուս քաղաքական գործիչները նման իրավիճակում պետք է զսպվածություն ունենան։ Մարդը մնում է մարդ, էմոցիաները մնում են էմոցիաներ, մենք միասին պետք է նոր ֆորմացիայի հարաբերություններին ընտելանանք եւ մենք առաջի քայլը իրականում արել ենք այդ ուղղությամբ։ Առաջին քայլն իշխող թիմի կողմից էթիկայի կանոնագրքի ընդունումն էր, հիշեցրել է ԿՊԱ-ական գործիչը։ Իսկ արդյոք կիրառում են այդ կանոնագիրքը։ Ներողություն շատ լավ օգտագործում ենք եւ եթե դուք համեմատեք մեր քաղաքական գործիչների զսպվածությունը, կոռեկտությունը, հայտարարությունների չափված ձևացությունը, ասենք օրինակ մինչև այդ կանոնակարգի ընդունումը, ապա սարերի եւ ձորերի տարբերություն կարձանագրեք, եթե ազնիվ եք ձեր մղումներում։ Կանոնագրքի ընդունումից հետո է խորհրդանի նախագահը հայհոյել քաղաքացուն, իսկ դրանից առաջ էլ 2023 թվականին թքել էր իրեն դավաճան անվանած քաղաքացու երեսին։ Այդ ժամանակ իրավապահները ընթացք չէին տվել թքելու դրվագին, Սիմոնյանին պատասխանատվության չենթարկելով։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը չի բացառում, այս անգամ էլ գուցե խտրական արդարադատություն լինի, նույնիսկ պատասխանատվության կենթարկվի երեկվա միջադեպի մի կողմը միայն։ Ընդհանրապես մենք արդեն իսկ տեսել ենք, նախորդիվ տեսել ենք, որ տարբեր տիպի նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարներ տեսնելը, թքելը, ձեռքով ոտքով հարվածելը, հայհոյելը, որևէ իրավական հետևանք չի ունեցել պաշտոնատար անձանց համար, հատկապես ազգային ժողովի նախագահի համար եւ կարծում եմ, որ սա եւս այդպիսի դեպք կլինի։ Իրավապաշտպանը վկայակոչում է օրենքն ու պնդում, հանրային պաշտոն զբաղեցնողները պետք է զուսպ լինեն անգամ ամենածանր սադրանքների դեպքում։ Օրենքը նաև պատասխանատվություն է նախատեսում, նկատում է Հովհաննիսյանն ու ընդգծում, պաշտոնյան իր պատշաճ վարքով պետք է օրինակ ծառայի։ Մինչդեռ վերջին շրջանում ըստ նրա իշխող ուժի ներկայացուցիչները տարբեր առիթներով ցուցաբերում են պաշտոնյային ոչ հարիր վարքագիծ։ Իսկ նախընտրական Հայաստանում շարունակում է եռալ նոր սահմանադրության եւ հանրաքվեի թեման։ Վարչապետը երեկ հայտարարեց, եթե նոր սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, իրենք նորից հանրաքվե կանեն։ Այսօր սակայն քաղաքացիական պայմանագիրն ամեն դեպքում հույս է հայտնել, որ նոր հանրաքվեների կարիք չի լինի եւ նոր սահմանադրությունը, որի տեքստին հանրությունը դեռ ծանոթ չէ, առաջին անգամից կընդունվի։ Օրենքն ի դեպ թույլ չի տալիս նույն հարցը նույն տարում հանրաքվեի դնել երկրորդ անգամ։ Դες վարչապետի նման այդքան վատատես չեմ եւ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մի շարք այլ կուսակցականների նման այսօր արդեն չէր կասկածում, որ եթե իրենց նախաձեռնած նոր սահմանադրությունը դրվի հանրաքվեի, առաջին իսկ փորձից կընդունվի։ Ես կարծում եմ, որ պետք է գնանք պլան A-ով, եթե ուրեմն չունենանք մեր մտքում եւ կարծում եմ դա խնդիր չի լինելու։ Նորից կանենք հանրաքվե։ Մենք կգնանք մեր ժողովրդին կհամոզենք, կբացատրենք։ Օրենքով նույնաբովանդակ հարցերն ու նախագծերը տարվա մեջ մեկ անգամից ավելի չեն կարող դրվել հանրաքվեի։ Վարչապետ Փաշինյանը երեկ ասում էր, եթե նոր սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, նորից հանրաքվե կանեն։ Չհաջողելու դեպքում քանի անգամ է քաղաքացիական պայմանագիրը պատրաստվում սահմանադրական հանրաքվե անել։ ԿՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը այսօր արդեն պնդում էր. Չանցնելու հարց չենք քննարկել։ Հիմա հրապարակային առումով Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է ոչ թե հայ հանրությանը, այլ Բաքվին, որ ինքը ամեն գնով
հասնելու է Ադրբեջանի կողմից ներկայացված դրույթների կատարմանը։ Կարծում եմ, որ շատ պարզ է։ Ադրբեջանական թելադրանք սահմանադրությունը փոխելու իշխանության նախաձեռնությունը ընդդիմությունն այսպես է գնահատում։ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար այս պահի միակ նախապայման Բաքուն հենց Հայաստանի մայր օրենքի փոփոխությունն է դնում, որի նախաբանում անկախության հռչակագրին հղումը տարածքային պահանջ են համարում։ Հայաստանի սահմանադրական դատարանը այդպես չի գտնում։ Դեռ 2 տարի առաջ քննեց ու որոշեց, որ սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում, բայց Փաշինյանը կարծում է հռչակագիրը տեքստում պահելը նոր պատերազմի դուռ է բացում, չնայած արդեն ամիսներ շարունակ ուղիղ չի ասվում, բայց դատելով նաև տեքստի վրա աշխատող պաշտոնյաների հայտարարություններից, թե որևէ իրավական ակտ չպիտի պարունակի անկախությունը վտանգող դրույթ, կարելի է ենթադրել իշխանության նախագծում անկախության հռչակագրին հղում չի լինի։ Խորհրդարանական ընտրություններն ու հանրաքվեն միանգամայն տարբեր գործընթացներ են եւ 2 տարբեր քվեարկություն են ենթադրում, բայց իշխանությունը չի թաքցնում առաջիկա ընտրություններում եւս թեման թեժ են պահելու։ Կարծում եմ, որ եւ վարչապետին եւ քաղաքական թիմին կհաջողվի առաջիկա քարոզարշավի ժամանակ նաեւ մեր հանրությանը հասցնել, բացատրել եւ հանրության հետ միասնական դիրքորոշման գալ հանրաքվեի կարևորության եւ դրա ընդունման վերաբերյալ։ Արդեն բացահայտ է, որ իշխող ուժը հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները վերածում է Ալիևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու քվեարկության, հասկանում եք, հունիսի 7-ին մեր քաղաքացիների առջև դնում է նախապայման, դնում է ընտրություն, այո եք ասում, եթե ինձ այո եք ասում, դա նշանակում է ես գնալու եմ սահմանադրությունը փոխեմ, Ալիևի պահանջով, եթե ոչ եք ասում, մեղքը ձեր վիզը պատերազմով է սպառնում։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Քրիստինե Վարդանյանն ասում է, եթե հարցը հասավ հանրաքվեի, իրենք ոչի ճամբարում են լինելու։ Մենք այդտեղ պիտի չհասնենք։ Եթե Ադրբեջանի պահանջած սահմանադրությամբ ենք մենք ապրում, Թուրքիայի պահանջած սահմանադրությամբ, անկախ պետության իմաստը այդտեղ արդեն հարցականի տակ է դրվում։ Սա է խնդիրը։ Իրենք էլ գիտեն, որ այդտեղ դժվարություններ ունեն եւ դրա համար են նաեւ հիմա սպառնում։ Հիմա ասում են պիտի ընտրվենք, որ պատերազմ չլինի։ Հաջորդը գալու է պիտի այո ասեք սահմանադրությանը, որ պատերազմ չլինի։ Պիտի այս տարածքները տանք, որ պատերազմ չլինի ու հավերժ այդպես, հավերժ, դա որևէ տեղ չի կանգնելու։ Այն գնահատականները, որ հնչեցնում են ընդդիմադիրները սահմանադրության փոփոխության հետ կապված նոր սահմանադրության ընդունման, համարելով, որ սաստերության Բաքվի այդ պայմանը կատարելու համար է արվում, արդյոք չի հաստատած դնելու նոր սահմանադրության լեգիտիմություն։ Ոչ, չի դնում։ Դա բացառապես մեր ներքին գործն է։ Այո, կոնֆլիկտացին է, բայց դա մեզ համար է, որպեսզի Հայաստանը այլևս կոնֆլիկտ չունենա, եւ դա պահանջ չի։ Նույնիսկ եթե այսպես ասենք, ինչ որ մի բանով դիտարկենք դա պահանջ, դա մեզ համար է պետք, որ Հայաստանի Հանրապետությունը չունենա կոնֆլիկտ, որովհետեւ դա չի վերաբերում միայն Ադրբեջանին։ Հանրաքվե իշխող ուժը նախատեսում է անցկացնել խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստանալուց հետո։ Արայիկ Հարությունյանն ասում է, ժամկետներ չեն քննարկել։ Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հայկական կողմի հաղորդմամբ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը գոհունակությամբ նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները։ Պաշտոնական Երևանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ դրական զարգացումներ նկատի ունեն երկու երկրների դիվանագիտության ղեկավարները։ Արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային եւ այլ հարթակներում փոխգործակցությունը։ Սա այս ամսվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկրորդ հեռախոսազրույցն է։ Մարտի սկզբին Միրզոյանն ու Բայրամովը քննարկել էին տարածաշրջանային զարգացումները։ Այդ զրույցը հետևել էր Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակմանը, որի համար Ադրբեջանը Իրանին մեղադրեց։ Ավելի ուշ պաշտոնական Բաքուն նաև Երևանին շնորհակալություն հայտնեց աջակցության համար։ Այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արտահերթ համաժողով է անցկացրել, որի արդյունքներով պետք է որոշվի կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 50-ի հերթականությունը։ Իդեպ այսօր էլ առանց միջադեպի չի անցել, քաղաքացիական պայմանագրի անդամներին դուր չի եկել լրագրողների գործունեությունը։ Իմ գործընկեր Շողիկ Գալստյանն է առավոտից հետևել իրադարձություններին։
Քաղաքացիական պայմանագրի գրասենյակում այսօր կրկին ներկուսակցական ընտրություններ են եւ այս ընտրությունների արդյունքներով արդեն ձևավորվելու է ցուցակի առաջին 50 համարների հերթականությունը։ Մինչ այս կուսակցությունը անցկացնում էր նաեւ քարոզարշավ, շաբաթ եւ կիրակի օրերին վարչապետի գլխավորությամբ ավտոբուսով քպականները մարզեր էին այցելում, հիմնականում իհարկե քաղաքացիների հետ էին շփվում, բայց նաեւ օրվա վերջում իրենց կուսակցականների հետ էին շփվում, ելույթներ ունենում, որպեսզի այսօր արդեն քվեարկություն տեղի ունենա եւ իրենց իսկ կուսակցականները իրենց ընտրությամբ որոշեն առաջին 50 համարների ինչպիսի դասավորություն է լինելու։ Դրանք կամփոփվեն վաղը ուշ երեկոյան, հետո արդեն հաջորդ 50-ը եւ դրան հաջորդող 50-ը եւս կկազմվեն ըստ այն արդյունքների, որոնք նախորդ ընտրությունների ընթացքում են արձանագրվել։ Այսօրվա քվեարկության արդյունքներին արդեն մասնակցել են բազմաթիվ կուսակցականներ, ինչպես նաեւ ղեկավար կազմը, վարչապետը եւս եւ տարբեր պաշտոնյաներ այստեղ պատասխանել են լրագրողների հարցերին։ Վագն Ալեքսանյանը ներկայացրեց, թե ինչպես է շարունակվելու հետո արդեն ցուցակի ձևավորման գործընթացը։ Մենք արդեն իսկ ունեցել ենք մեր ներկուսակցական այս պրայմերիզի ցուցակի ձևավորման ընտրությունների առաջին փուլը։ Այդ առաջին փուլի ընթացքում ձևավորվել է կուսակցության առաջին 50-ը։ Դրա մեջ կատարվել են քվոտայով նախատեսված փոփոխություններ, այսինքն ցուցակը համապատասխանեցվել է Հայաստանի օրենսդրական պահանջներին ամեն եռյակում, որպեսզի հակառակ սեռի ներկայացուցիչ լինի։ Ըստ դրա այդ 50-ը բաշխվել է արդեն ու հիմա այս պահին փաստացի մեր պատվիրակները ընտրում են դասավորվածությունը։ Փաստացի 50 հոգուց 30 հոգու ընտրելով իրանց քվենտալով կազմում են այդ 50 հոգու առաջին փուլը հաղթահարած 50 հոգու դասավորվածությունը եւ նաեւ ընտրում են վարչապետի տեխնացու քվեաթերթիկի ներքևի հատվածում իրանց ընտրած 30-ի մեջից։ Էտա Դրանից հետո արդեն նախ էլի կարող է անհրաժեշտություն լինի, որպեսզի քվոտայով համապատասխանեցվի ցուցակը, ու հետո արդեն այդ ամբողջությամբ ստուգված համապատասխանեցված ցուցակը ներկայացվելու է կուսակցության ապրիլի 4-ին կայանալիք համաժողովի հաստատմանը։ Պարոն Ալեքսանյան, այսինքն մինչև ապրիլի 4-ը նայել են երկրորդ ու երրորդ 50-ները տեղաշարժ Չի լինի, ամենայն հավանականությամբ այնտեղ էլ տեղաշարժ չի լինելու, ինչպես քվեարկվել է։ Այս 50-ը որ ֆիքսվի, հաջորդ արդեն ըստ ձայների կգնա։ Իսկ այդ քվոտայի բանը։ Դե քվոտայով համապատասխանեցումը արվում է, օրինակ, չգիտեմ, 4 տղամարդ է, ինչ որ միտեղ իրար հետևից, նրանց հաջորդ կինը գալիս է այդտեղ։ Նշեմ, որ բացի ընտրացուցակի ձևավորումից նաև վարչապետի տեխնացուի քվեարկություն է լինելու, այսինքն պատվիրակները նաև քվեարկելու են, թե ում են տեսնում որպես վարչապետի տեխնացու, սա էլ առանձին քվեարկություն է լինելու։ Վարչապետի տեխնացուի մեկ անուն գրելու հնարավորություն կա։ Այո, մեկ, չէ մեկ։ Եվ ցանկացած այդ 30-ից ցանկացած մեկի։ Այո, կարևոր պայմանն է, որ անունը լինի ձեր ընտրած 30-ից, այսինքն համ բժիշկա լինի անվան դեմը, համ անունը լինի գրած։ Եվ ինչ է կարծում մրցակցությունը մեջ կլինի։ Վարչապետի դիստո մրցակցությունը առանձնապես չկա։ Այսինքն դե չկա, որտեղ իմ ընկալմամբ գերակնհայտ է, որ այստեղ բացահայտ ֆավորիտ է Նիկոլ Փաշինյանը։ Ներկուսակցական այս ընտրությունների շրջանակում լրագրողները նաև առիթ ունեցան տարբեր օրակարգերի շուրջ հարցեր ուղղել քաղաքացիական պայմանագրի տարբեր ներկայացուցիչների, սակայն այդ հարցու պատասխանը այսօր հիմնականում ուղեկցվեց իշխանական ներկայացուցիչների մամուլին եւ մամուլի ներկայացուցիչներին ուղղված քննադատություններով, մեղադրանքներով։ Այն մարդկանց նկատմամբ, ովքեր լրագրողական բեյջի տակ ծվարել են որպես քարոզչական մարտագլխիկներ եւ ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, ովքեր որ լրագրողական բեյջի տակ թաքնված իրականացնում են քաղաքական ակտիվիզմ, ահա այդ մարդկանց նկատմամբ, այո, իմ վերաբերմունքը ես երեք ասել եմ, հիմա էլ եմ ասում։ Այդ մարդիկ լրագրող չեն։ Նրանք լրագրողական բեյջի տակ թաքնված քարոզչական մարտագլխիկներ են, ովքեր որ իրենց ստի եւ կեղծիկի թույնով ամեն օր թունավորում են Հայաստանի ժողովրդին, Հայաստանի հանրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նրանք ովքեր որ կատարում են քաղաքական պատվերներ, ովքեր փողով գրում են հոդվածներ,
ովքեր որ ընդհանրապես թքած ունեն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վրա, ես համարում եմ, որ այդ մարդիկ լրագրող չեն, ուղղակի լրագրողական բեյջի տակ թաքնված մարտագլխիկներ են։ Եվ այո, այդ մարդկանց ես ասում եմ, այո, երեք ասել եմ, վաքսի վրի մեյմուններ, իրանք լրագրող չեն։ Շատ լրագրողների նկատմամբ մեծ հարգանք ունեմ, ովքեր որ իրենց լրագրողական գործունեության մեջ չեն դնում իրենց անձնական մոտիվը։ Բայց ներողություն էլի, որ խնդրեմ կասեք ով է ֆինանսավորում հրապարակորաթերթը։ Գնացեք պատմեք, ոչ ոք չի ֆինանսավորում։ Ոչ մեկ։ Ձեր եք աշխատում դուք։ Դուք ինձ հիմա հասեք դա։ Հա։ Լրագրողական գործունեությամբ եք։ Հա։ Չէ, գրանցված չեն։ Ձրի եմ։ Ես օրինակ CVK-ի համար ոդկաստ եմ վարում ձրի, որ իրավունք ունեմ։ Դուք ձրի եք աշխատում հրապարակում։ Հա, իսկ դուք ձեր ուղեղը ում համար եք աշխատացնում եւ ում վճարումով։ Մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Ում փողով։ Բացի այս ընտրությունները ապրիլի 4-ին նաև սպասվում է քաղաքացիական պայմանագրի համաժողովը եւ այդ համաժողովի ընթացքում արդեն վերջնականապես ցուցակի ձևավորման հարցում պատկերը հստակ կլինի։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Տարվա սկզբից արդեն 3-րդ միջադեպն է գրանցվել Վարդենիսի զորամասում, ինքնասպանություն, սպանություն, հիմա էլ դանակահարություն 3 վիրավորներով, ինչ է կատարվում այս զորամասում։ Դոնալդ Թրամփը եւս 10 օրով հետաձգել է հարվածները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունների մասով հակասական տեղեկություններ են ստացվում։ Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող զույգը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաներում է խոստացել, բացառություն համարելով իր բնորոշմամբ քաղաքական գործերը ու նաև քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթակաների հետ ոչ պատշաճ վարվելու համար։ Քոչարյանի կառավարման տարիները հիշող իրավապաշտպանը զարմացած է։ Այն բոլոր քրեական գործերը, որոնք ունեն քաղաքական բաղադրիչ կամ այլ դրդապատճառներ, իհարկե պետք է համաներումով, եթե արդեն վճռները կայացված է, կամ դատավճռները, կամ այդ լուծումը հաստատ տալու ենք։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրվելու դեպքում խոստանում է համաներում հայտարարել։ Նա այս մասին խոսելիս շեշտել է այն գործերը, որ քաղաքական բաղադրիչ ունեն, որ գործերը նկատի ունեն, որոնք են համարում քաղաքական։ Վարչապետի պաշտոնին հավակնող ընդդիմադիր առաջնորդը փակագծեր չի բացել։ Եվ համաներումը, այո, մեծ համաներումը դա մեր ծրագրային դրույթ է։ Բայց համաներումը քիչ է, պետք է հասկանանք պատճառը այդ ոնց եղավ, որ մի ամբողջ համակարգ սկսեց դակել նման կարգի գործեր։ Նիկոլ Փաշինյանի իշխանության սկզբում մեկ անգամ համաներում հայտարարվեց։ Սերժ Սարգսյանի Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոքել է եղել։ Ռոբերտ Քոչարյանի խոսքերից տպավորություն է, որ ընդդիմադիր ուժը հատկապես քաղաքական բնույթի քրեական գործերով է հետաքրքրված։ Նրա թիմակից դաշնակցական Գառնիկ Դանիելյանը հստակեցնում է. միայն քաղաքական գործերը նկատի չունեն, մարդասիրական մեծ համաներում են անելու։ Առաջարկի հեղինակներից մեկն էլ ինքն է։ Ես դրա մասին շատ եմ բարձրաձայնել եւ նաեւ ընկերների հետ, պատգամավորների հետ քննարկման ժամանակ այդ հասը բացացել են, որ անպայման նպատակահարմար եմ գտնում, որ համաներում հայտարարվի։ Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա կառավարման օրոք համաներում հայտարարվել է քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ։ Ինձ համար ուղղակի մի խայտառակ մի փաստ է, երբ SMS-ներով կարելի է BDԽ-ի նախագահ ազատել, SMS-ով կարելի է քննչական կոմիտեի նախագահ ազատել, հակակոռուպցիոն եւ այլն, SMS-ով։ Այսօր հանրությունը տենց էլ չգիտի պատճառները որն են։ Վատ երազներ, կողքից ինչ որ բամբասանքեր, թե ինչ էր, ոչ մեկը պատճառները չգիտի, ոչ SMS գրողն է բացատրությունը տալիս։ Ոչ էլ այդ SMS-ով փախնող է իր պաշտոնական բանից էլի դիրքերից։ Ոչ մեկը բացատրություն չեն տալիս։ Հայաստանի նախկին ղեկավարը Փաշինյանին քննադատում է նաև ենթականների հետ ոչ պատշաճ վարվելու համար, թե մեկ նամակով աշխատանքից հեռացնում է։ Քոչարյանի քննադատությունը զարմացրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանին, որ նրա կառավարման տարիները լավ հիշում է։ Այդ հրահանգավորված պետական կառավարման հիմքերը ըստ էության նրա ժամանակներից են դրվել եւ Փաշինյանը դրան լավագույն
հաջորդներից կարող է համարվել կոշտ պաշտոնավարումը, ցուցադրական կոշտ։ Իրավապաշտպան Հարությունյանը 2000-ականներին ընդդիմադիր ակտիվ գործիչ էր ու նրա կարծիքով Քոչարյանն էլ, Փաշինյանն էլ ընդդիմախոսներին ու քննադատներին չեն հանդուրժում։ Լավ է, որ շեշտադրում եւ հիշեցնում է այդ մասին, բայց վատ է, որ ինքն է հիշեցնում, որովհետեւ էապես չի տարբերվել ինքը իշխանավորման իր ոճով Փաշինյանից։ Կոնկրետ օրինակներ, որ ենթականերին Քոչարյանն աշխատանքից մեկ հրահանգով ազատել է, իրավապաշտպան Հարությունյանը չհիշեց։ Քոչարյանի պաշտոնավարման տարիների մասին որոշ օրինակներ կան Freedom House-ի 2007 թվականի զեկույցում։ 2003-ի ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության 200-ից ավելի կողմնակից էր դատապարտվել խուլիգանության ու չարտոնված ցույցերին մասնակցելու մեղադրանքով։ Իսկ հաջորդ տարի սկսված բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնություն էր կիրառվել ջրցան մեքենաներով, մահակներով ու լուսաձայնային նռնակներով։ Այս իրադարձություններից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ էր արել Հայաստանի իշխանություններին քննել ընտրական խախտումներն ու քայլեր ձեռնարկել ֆիզիկական վատ վերաբերմունքն ու այլ չարաշահումները վերացնելու համար։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է Էլ-ցանցերի սեփականատեր Սամվել Կարապետյանի եւ եւս 2 հոգու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Վարույթը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարելուց խուսափելուն, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելուն, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը, ապօրինի գործունեության իրականացմանն, ինչպես նաեւ Սամվել Կարապետյանի կողմից իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերին։ Ամռանը հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելուց հետո մեղադրյալ դարձած Սամվել Կարապետյանը ժմտնային կալանքի տակ է։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Կալանավորումից հետո քաղաքական հայտ ներկայացած միլիարդատեր գործարարը այսօր ի դեպ Facebook-յան էջում գրավոր ուղերձ է տեղադրել, ներկայանալով որպես վարչապետի թեկնածու, սակայն երկքաղաքացի է եւ առանց սահմանադրության փոփոխության չի կարող հավակնել այդ պաշտոնին։ Տարվա սկզբից արդեն 3-րդ միջադեպն է գրանցվել Վարդենիսի զորամասում, այս անգամ դանակահարություն 3 վիրավորներով։ Հունվարին տեղի ունեցածը իրավապահները ինքնասպանություն են որակել, 1 ամիս առաջ տեղի ունեցած միջադեպը սպանություն։ Վարդենիսի զորամասում ողբերգական դեպքեր են տեղի ունեցել նաև նախորդ տարիներին։ Ինչ է կատարվում այս զորամասում։ Ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանի սպանությունից 1 ամիս անց Վարդենիսի զորամասում դարձյալ դեպք է տեղի ունեցել։ Պահեստազորայինների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 3 անց հոսպիտալացվել է։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Քննչական կոմիտեն հայտնում է քրեական վարույթ են նախաձեռնել, 1 անձ ձերբակալված է։ Իրավապահները սակայն չեն մանրամասնում, թե որ հոդվածով են վարույթ նախաձեռնել։ 1 ամիս առաջ նույն զորամասում սպանված 19-ամյա Նարեկ Հակոբյանի մահվան գործով կասկածյալը ծառայակիցն է։ Նա այժմ կալանավորված է։ Հունվարին էլ մահացած էին գտել 18-ամյա Վահան Պետրոսյանին։ Ըստ իրավապահների նա ինքնասպանություն էր գործել։ Տարիներ շարունակ, երբ որ արձանագրվում են դեպքերը, դա հստակ ցուցանիշ է, որ այնտեղ ինչ-որ բան այն չէ։ Թե արդյոք հրամանատարական կազմը ունի քրեական բարքերի որոշակի տարեր, չեմ կարող ասել, բայց չի բացառվում։ Նույն զորամասում ողբերգական դեպքեր են տեղի ունեցել նաև նախորդ տարիներին։ Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ընդգծում է, այս ամենը վկայում է այստեղ տիրող բացասական բարքերի մասին։ Վարդենիսը ըստ էության վերջին դեպքերով պայմանավորված այն զորամասերից է, որտեղ բավականին հաճախ են արձանագրվում նման դեպքեր, միջանձնային հարաբերությունների, ոչ կանոնադրային հարաբերությունների առկայության արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հետ կապված միջադեպերն են բավականին շատ, որոնք հանգեցնում են կամ սպանության, կամ ինքնասպանության։ 2024-ի հոկտեմբերին այս զորամասում մահացած էին գտել 21-ամյա Վահե Հարությունյանին։ Ըստ իրավապահների նա ինքնասպան է եղել։ Տղայի ծնողների խոսքով Վահեն խուսափում էր կոնֆլիկտներից։ Մայրն այն ժամանակ պատմում էր, իրենց հայտնել են, որ Վահեի ծառայակիցն իրեն ավելի քան 1 ամիս թիրախավորել է։ Անցած հունիսին Ալավերդու բարձրահարկ շենքերից մեկում կախված էին հայտնաբերել ժամկետային զինծառայող Էրիկ Բարսեղյանի մարմինը։ Ողբերգության մասին պաշտպանության նախարարությունը չէր հայտնել։ Ըստ Օրագիր Նյուզի նա արձակուրդում էր։ Ծառայության առաջին 6 ամիսն անցկացրել էր Փամբակի զորամասում ու արձակուրդից հետո Վարդենիս պետք է տեղափոխվեր։ Սակայն մի քանի անգամ ասել է, որ չի ցանկանում եւ օրեր շարունակ մտահոգ է եղել։ Տվյալ զորամասում արկա չէ համապատասխան վերահսկողության մեխանիզմներ, չկա ղեկավարման այնպիսի մոտեցում, որը
ամբողջությամբ հսկողության տակ կպահի զինծառայողների գոնե թե այն տեսանկյունից, որ նրանց միջև չլինեն նման հարաբերություններ։ Իրավապաշտպանի խոսքով խախտվում է նաև վերադասների ու նրանց ենթակաների փոխհարաբերությունների կարգը։ Ինչու են այնտեղ ողբերգությունները պարբերաբար կրկնվում։ Ինչու պաշտպանության նախարարությունը կարգ ու կանոն չի հաստատում, ինչու են սպաները թերանում իրենց աշխատանքում։ Նազարի Մովսեսյանի խոսքով այս իրավիճակը չէր լինի, եթե պատասխանատվության ենթարկվեին նաև վերադասները։ Ընդ որում խոսքը Հայաստանի բոլոր զորամասերում արձանագրվող դեպքերի մասին է։ Եթե հրամանատարական կազմից որևէ մեկը պատասխանատվության ենթարկվի ըստ համապատասխան հանցանքի, բնականաբար նման դեպքերը կարող ենք ասել, որ հետագայում միտում կունենան նվազելու, որովհետև մարդկանց մոտ կլինի այդ վախը, այսպես ասած, օրենքի առաջ պատասխան տալու։ Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն այս տարեսկզբին կարգ ու կանոնի հաստատման ուղղությամբ լուրջ քայլերից էր խոսում։ 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ այս ուղղությամբ, եւ սա վերաբերում է հիմնականում կանոնադրային հարաբերությունների խախտմանը։ Նախարարի այս հավաստիացումից հետո զինված ուժերում այս տարի 3 զինծառայող է մահացել, ըստ իրավապահների 1 սպանություն ու 2 ինքնասպանություն։ Իրանի, Իսրայելի և Միացյալ Նահանգների պատերազմի 28-րդ օրն է, Իսրայելը հարվածել է Իրանին և Լիբանանին, Իրանը ևս հարվածներ է հասցրել Իսրայելին և նաև Պարսից ծոցի երկրներին։ Մինչ այդ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունների մասին հակասական տեղեկություններ են ստացվում, բայց մի բան հստակ է, Թրամփը ևս 10 օրով հետաձգել է հարվածները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Թեհրանի խնդրանքով ևս 10 օրով հետաձգում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։ Դոնալդ Թրամփը երկուշաբթի էլ 5 օրով էր հետաձգել դրանք։ Վերջնաժամկետը լրանում էր այսօր։ ԱՄՆ նախագահը կրկին պնդել է, թե հաղթել են պատերազմը եւ նշել, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում։ Հակառակ Թեհրանից հնչող հայտարարություններին, թե չեն բանակցում Վաշինգտոնի հետ։ Թրամփը կրկին սպառնացել է, Իրանին ոչ մի լավ բան չի սպասվում, եթե գործարքի չգնան, չհրաժարվեն իրենց միջուկային ծրագրից եւ չբացեն Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Կտեսնենք, արդյոք նրանք կցանկանան գործարքի գնալ։ Եթե չանեն, մենք նրանց ամենավատ մղձավանջը կլինենք։ Մինչ այդ պարզապես կշարունակենք ոչնչացնել նրանց, անարգել, անդադար, եւ նրանք ոչինչ չեն կարող անել։ Եթե կարողանային, դուք կլսեիք դրա մասին։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հաստատել է, որ ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով 15 կետանոց առաջարկներ է փոխանցել Իրանին։ Թեհրանը պաշտոնապես չի պատասխանել դրանց, թեև իշխանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թեհրանը մերժել է դրանք եւ ներկայացրել իր պայմանները։ Ըստ իշխանական Թասլիմ գործակալության Իրանը հիմա սպասում է ԱՄՆ արձագանքին։ Չնայած Թրամփը պարբերաբար պնդում է, թե հաղթել են պատերազմը, ամերիկյան Wall Street Journal-ը գրում է, որ Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արևելք լրացուցիչ 10,000 զինվոր ուղարկելու հնարավորությունը։ Ըստ լրատվամիջոցի դեռ պարզ չէ, թե որտեղ կտեղակայվեն այդ ուժերը, սակայն ենթադրվում է, որ դրանք կլինեն Իրանի եւ Խարկ կղզու հարվածային հասանելիության սահմաններում։ Այս զարգացումներին զուգահեռ այսօր Ֆրանսիայի ժամանել ԱՄՆ պետքարտուղարը մասնակցելու մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվելու է նաև Իրանի հարցը։ Մարկո Ռուբիոյի այցը տեղի է ունենում Թրամփի քննադատությունից հետո, որ ՆԱՏՕ-ի անդամներն ԱՄՆ-ին չեն օգնել Հորմուզի նեղուցը բացելու հարցում։ Ըստ France Press-ի Ֆրանսիա մեկնելուց առաջ Ռուբիոն ասել է, որ բոլորի շահերից է բխում նեղուցի վերաբացումը։ Ու մինչ անորոշ է, թե որքան կտևի այս հակամարտությունը, պատերազմի 28-րդ օրը Իսրայելը շարունակել է հարվածներն Իրանին ու Լիբանանին, կան զոհեր եւ վիրավորներ։ Միայն իրանական Ղոմ քաղաքում 18 զոհ կա։ Իսրայելը պնդել է, որ հարվածել է նաեւ Իրանի ծովայինականների արտադրության գլխավոր օբյեկտին։ Պաշտպանության նախարարը զգուշացրել է, քանի որ Իրանը չի դադարեցնում խաղաղ բնակչության թիրախավորումը, իսրայելական բանակի հարվածները կսաստկանան, դրանց աշխարհագրությունն էլ կընդլայնվի։ Իսրայելի բանակի հարվածներն Իրանում կուժեղանան եւ կընդլայնվեն, ներառելով նոր թիրախներ եւ տարածքներ, որոնք օգնում են ռեժիմին կառուցել եւ գործի դնել Իսրայելի խաղաղ բնակչության դեմ օգտագործվող զենքերը։ Նրանք բարձր գին կվճարեն պատերազմական այս հանցագործության համար։ Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին եւ Պարսից ծոցի երկրներին, որոնց բնակիչներին զգուշացրել է հեռու մնալ այն վայրերից, որոնց մոտակայքում ամերիկյան զորք է տեղակայված։ Իրանի արտգործնախարարն էլ տեսակապով ելույթ է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստին նվիրված Մինաբում օրիորդաց դպրոցի վրա հարձակմանը, ինչի հետևանքով 175 երեխա եւ ուսուցիչ էր սպանվել։ Աբաս Արաղչին հայտարարել է, մեջբերում են բարբարոսական այս հարձակումը պատերազմական հանցագործություն է եւ արվել է դիտավորյալ։
Դպրոցի վրա հարձակումը պատերազմական հանցագործություն էր եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը պետք է բոլորը միանշանակ դատապարտեն, իսկ մեղավորները պատասխան տան։ Այս վայրագությունը չի կարող արդարացվել, թաքցվել եւ չպետք է լռության եւ անտարբերության մատնվի։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարն էլ ԱՄՆ-ին կոչ է արել հնարավորինս շուտ ավարտել հարձակման հետաքննությունը եւ հրապարակել արդյունքները։ Ֆոլկեր Տուրկը նաեւ ասել է, որ ամերիկայի-իսրայելական հարվածների հետևանքով քաղաքացիական բազմաթիվ ենթակառուցվածքներ են ավերվել Իրանում, իսկ միջուկային օբյեկտների թիրախավորումը անհավատալիորեն անխոհեմ է որակել։ Իսկ Հորմուզի նեղուցի փակ լինելը շարունակում է ցնցել համաշխարհային տնտեսությունը։ Նավթի գինն այսօր կրկին բարձրացել է, հասնելով $110։ Այսօր 3 նավ փորձել է հատել Հորմուզի նեղուցը, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թույլ չի տվել։ Կորպուսը հայտարարել է, որ ոչ բարեկամական երկրների նավերի երթևեկությունը նեղուցով արգելված է, իսկ ցանկացած փորձ կոշտ արձագանքի կարժանանա։ Պարսից ծոցի նավթամթերքը գնող երկրները տարբեր կերպ են փորձում լուծել դրա պակասի առաջացրած խնդիրները։ Հնդկաստանը կրճատել է վառելիքի հարկերը, Ճապոնիան մեղմացնում է ածխից ստացվող էներգիայի սահմանափակումները, Վիետնամը կասեցրել է վառելիքի, Սինգապուրն էլ ավիավառելիքի բնապահպանական հարկը։ Ֆիլիպիններում երկրորդ օրն է ցույցեր են վառելիքի թանկացման պատճառով։ Արդեն մոտ 1 ամիս ընթացող պատերազմի հետևանքով Իրանում առ այսօր 1937 մարդ է սպանվել, վիրավորվել ավելի քան 24800-ը։ Լիբանանում սպանվել է 1116, վիրավորվել 3229 մարդ, իսկ Իսրայելում սպանվել է 19, վիրավորվել 5490-ից ավելի մարդ։ Զոհեր եւ վիրավորներ կան նաեւ ծոցի երկրներում։ Պատերազմի պատճառով տեղահանվել է ավելի քան 4 միլիոն մարդ, միայն Լիբանանում 370,000 երեխա է տեղահանվել։ Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքով հեղեղումներ են, ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Սելավատարի պատնեշը, Սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց եւ ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ եւ տուժել են կենդանիներ։ Հիդրոթերապևտաբանության կենտրոնի փոխանցմամբ այսօր եւ վաղը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում եւ Տավուշում առատ տեղումների հետևանքով կմեծանա Ողջի, Գորիս գետ, Մեղրի գետ, Արփադեբետ եւ Աղստև գետերի ջրի ծավալը։ Հայաստանը պատմական արդյունք ունի Գեղասահքում, Պրահայում ընթացող աշխարհի առաջնության լավագույն տասնյակում է իր միավորներով։ Սառույցը սառը, հենարանն ամուր, խառնվածքը տաք։ Այս ուղերձով Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա Նիկիտա Ռախմանին զույգը հայտնվեց Պրահայի O2 արենայի էկրանին։ Չեխիայում ընթացող Գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանն առաջին անգամ ներկայացնող զույգը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, 190.46 ընդհանուր միավորով ընդգրկվելով լավագույն տասնյակում։ Հայաստանի Գեղասահքի Ֆեդերացիան սա պատմական արդյունք է որակում։ Այս արդյունքով նրանք ճանապարհ բացեցին հաջորդ աշխարհի առաջնությունում եւս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաեւ նվաճեցին մեծահասակների աշխարհի գավաթի 2 ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն միջազգային սահքի միության կողմից, հայտնում են Ֆեդերացիայից։ Really impressive start to the Pair Short program. It was a wonderful start to the Pair Short program for sure. Միջազգային վերջին մրցաշարերում լարված ու էմոցիոնալ վայրիվերումներով անցած զույգը մարտի 25-ին տպավորիչ ելույթով բացեց սպորտային զույգերի կարճ ծրագիրը։ Պրահայում կրկին հնչեց Արցախը, ենթագրերում դարձյալ խմբագրվելով որպես Արա Գևորգյանի երաժշտություն։ Հիշեցնենք, Արցախը հնչեց, բայց անվանումը չգրվեց նաև փետրվարին Միլանում, նրանց օլիմպիական ելույթի ժամանակ։ Throw triple Lutz. Wow, that was huge and had such flow on the exit on her part. Well done. Բաքվի բողոքից հետո միջազգային օլիմպիական կոմիտեն թույլ տվեց, որ զույգը ելույթ ունենա այդ ստեղծագործությամբ առանց անվանումը հնչեցնելու։ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն պնդել էր, թե երաժշտությունը մեջբերում եմ քաղաքականապես լարված եւ անջատողական է։ Այս աշխարհի առաջնությունը մեզ համար շատ հաջող էր։ Մենք մտանք լավագույն տասնյակ, շատ ուրախ ենք դրա համար։ Սա անհավանական մրցաշրջան էր, ուղղակի հիասքանչ, երբեմն դժվար էր, բայց մենք արեցինք հնարավոր ամեն ինչ, ելույթից հետո խոստովանել է Կարինա Ակոպովան։
Ոսկե մեդալ նվաճեց ու աշխարհի նոր չեմպիոն հռչակվեց Գերմանիան ներկայացնող սպորտային զույգը։ Արծաթե մեդալով երկրորդ տեղը զբաղեցրեցին հարևան վրացիները, իսկ բրոնզե մեդալով լավագույն եռյակը եզրափակեց Կանադան ներկայացնող զույգը։ Չեխիայում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկը 19-ամյա մենասահորդ Սեմյոն Դանիելյանցն իր ելույթն ավարտեց կարճ ծրագրից հետո։ Նա տղամարդկանց մենասահքի կարճ ծրագիրը բացեց Արթուր Մեսչյանի «Ուր է իր Աստված» ստեղծագործության ներքո, վաստակեց 70.94 միավոր, զբաղեցնելով 26-րդ հորիզոնականը 36 մասնակիցների շարքում, բայց ցավոք չհաղթահարեց արգելքը եւ չորակավորվեց ազատ ծրագրի համար։ Այս փուլ անցան միայն լավագույն 24 գեղասահորդները։ Հենց այս 3 մարզիկները Կարինան, Նիկիտան ու Սեմյոնն էին հունվարին զրկվել Անգլիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու հնարավորությունից մուտքի վիզան ժամանակին չստանալու պատճառով։ Գեղասահորդների եռյակին այսօր Պրահայում Հայաստանի դեսպանությունն է հյուրընկալել։ Հայաստան վերադառնալուն պես մարզիկները նախ եւ առաջ պլանավորում են մի լավ հանգստանալ։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղ ժամը 16-ից։ Հաջողություն։